Քեզ դժվար է ներելը, արի նայենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը այդ մասին։ Մատթեոս 18:20-ում գրված է, որ Պետրոսը հարցրեց Հիսուսին եւ ասաց. «Տեր, եթե եղբայրն իմ դեմ մեղանչի, քանի անգամ նրան ներեմ, մինչեւ 7 անգամ»։ Հիսուսը նրան ասաց. «Քեզ չեմ ասում մինչեւ 7 անգամ, այլ մինչեւ 70 անգամ 7»։ Դրա համար երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որը ցանկացավ, որ իր ծառաներն իրեն հաշիվ տան։ Երբ սկսեց հաշիվը տեսնել, նրա մոտ բերվեց մեկը, որ պարտք էր 10,000 քանքար։ Քանի որ պարտքը վերադարձնելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել իրեն իր կնոջը, որդիներին եւ ամբողջ ունեցվածքը եւ հատուցել այդ պարտքը։ Շարունակությունում գրված է, որ այդ ծառան շատ խնդրեց, որ իրեն ժամանակ տա թագավորը, մինչեւ իր պարտքը կարողանա վերադարձնել, բայց թագավորը ողորմեց ողջ պարտքը ներելով նրան։ Եվ դրանից հետո այդ նույն ծառան, ում ներվել էր այդ մեծ պարտքը, գնում է եւ հանդիպում է մեկին, ով իրեն շատ ավելի քիչ գումար է պարտք, բայց խեղդելով նրանից պահանջում էր այդ պարտքը ամբողջությամբ։ Երբ կողքի մարդիկ այս ամենը տեսան, գնացին եւ թագավորին պատմեցին, թե ինչ էր պատահել։ Եվ թագավորը շատ բարկացավ եւ կանչելով նրան ասաց. «Ես քեզ շատ մեծ գումար ներեցի, արդյոք պետք չէր, որ դու էլ այդ փոքրը ներեիր»։ Եվ դրանից հետո գրված է, որ թագավորը բարկացավ եւ պատժեց նրան։ Սա մեր կյանքն է, սիրելիս, մեզ մեծ բան է ներվել, Աստված ներել է մեր բոլոր մեղքերը, Հիսուսը ամբողջությամբ վճարել է եւ շատ թանկ գին է վճարել մեր ամեն մեկիս մեծ ու փոքր մեղքերի համար։ Իսկ մենք երբեմն մտածում ենք, կարող ենք արդյոք ներել մեկին, ով մեզ ցավացրել է, ով մեզ վիրավորել է, բայց մի օր Աստված գալու է եւ այս նույն հարցով ինձ ու քեզ է դիմելու. արդյոք չարժեր, որ դու էլ ներեիր այն փոքր բանը, չէ՞ որ քեզ շատ մեծ բան է ներվել։ Ներիր քեզ վիրավորողներին, ներիր քեզ ցավ պատճառածներին, որ մի օր, երբ որ Հիսուսը գա իր եկեղեցու հետևից, ստիպված չլինենք մեր աչքերը կախել եւ չունենանք պատասխան այս հարցին։ Աստված օրհնի քեզ, սիրելիս։